Եվ այսպես, որ աշխարհաքաղաքական ճամբարում է լինելու Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոլ Փաշինյանի հետ միասին նաեւ Հայաստանի Հանրապետությունը հարգել հեռուստադիտողներ, եթե դուք ինպես Մատանիների տիրակալը ֆիլմի սիրահարներից եք, դուք հաստատ այն սկզբնական կադրերը կհիշեք, երբ որ հիմնական գործող անձանցից մեկը պատմում է նախապատմությունը այդ ֆիլմի եւ սկսում է հետեւյալից, որ ես զգում եմ փոփոխությունները, աշխարհը փոխվել է, ես դա զգում եմ ջրում, ես դա զգում եմ հողում, ես դրա հոտը առնում եմ, հիմա գլոբալ առումով մեր շուրջ հենց դա է տեղի ունենում, աշխարհը փոխվում է եւ մենք չենք կարող այդ ամեն ինչը չզգալ, բազմաթիվ փորձագետներ, վերլուծաբաններ, այդ թվում նաեւ արևմտյան փորձագետներ նշում են հետեւյալը, որ այդ փոփոխությունները, որի ականատեսը մենք դառնում ենք, դեռևս 2000-ական թվականներից են սկսել, շուտ ավելի կոնկրետ ոմանք նշում են 2007 թվականը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի ելույթը Մյունխենի այդ անվտանգության գագաթաժողովում, հետո եղավ 2008 թվականը, երբ որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում որոշեցին, որ Ուկրաինան եւ Վրաստանը պետք է ստանան հրավեր ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, հենց այդ ժամանակաշրջանից փոփոխությունների թափանիվը սկսեց պտտվել, բայց լայն հասարակության համար, այն որ մենք եկել ենք փոփոխությունների շեմին ենք կանգնել, ակնհայտ դառավ սույն թվականի փետրվարի 28-ին։ Ինչ տեղի ունեցավ փետրվարի 28-ին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում էր։ Նա այնտեղ պետք է բանակցություններ վարեր ամերիկյան կողմի հետ, պետք է օգտակար հանածոների վերաբերյալ պայմանագիր ստորագրեր ամերիկյան կողմի հետ, բայց վերջն արդյունքում մենք տեսանք մի բան, որը իրապես մնալու է պատմության մեջ, քաղաքականության, քաղաքագիտության, դիվանագիտության պատմության դասագրքերում անպայման էս ամեն ինչը լինելու է, թե ինչպես Վլադիմիր Զելենսկին ուղղակի դիվանագիտական փոխհրաձգության մեջ մտավ Դոնալդ Տրամփի եւ J.D. Վենսի հետ։ Դրանից հետո ամերիկյան հանրապետական կուսակցությանը հարող լրատվամիջոցները սկսեցին հետեւյալ թեզը շրջանառության մեջ դնել, որ հենց այս պահից սկսած աշխարհը բաժանվել է երկու ճամբարի։ Մի ճամբարը կողմ է նրան, որ պատերազմը Ուկրաինայում հավերժ շարունակվի, կամ մի այսպիսի ձևակերպում կա, չէ՞, մենք Ուկրաինային աջակցելու ենք այնքան, որքան դա անհրաժեշտ կլինի, Բայդենի վարչակազմն էր այդ սկզբունքով առաջ շարժում, եւ երկրորդ հատվածը աշխարհի այն է, մարդիկ են, որոնք կարծում են քաղաքական ուժեր են, պետություններ են, որոնք կարծում են, որ պատերազմը պետք է դադարի։ Այստեղ է որ հարց է առաջանում։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա հետ միասին Հայաստանի Հանրապետությունը որ ճամբարին է հարում։ Օրերս Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական լրատվամիջոցներից մեկին, պետական հեռուստաընկերությանը եւ փորձելով մեր իրանցի հարգարժան գործընկերներին համոզել, որ եթե այնուամենայնիվ միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքով տրամադրվի, դա չի հակասելու պաշտոնական Թեհրանի շահերին, Նիկոլ Փաշինյանը հետեւյալ թեզը փաստացի առաջ քաշեց, որ Հայաստանի Հանրապետությունը մաս չի կազմի մի նախագծի, մի պրոյեկտի, մի քաղաքականության, որ ուղղված կլինի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Ու այստեղ հարց է առաջանում, իսկ Փաշինյանը կարող է նույնն բովանդակ հայտարարություն անի Ռուսաստանի մասով, որ Հայաստանի Հանրապետությունը մաս չի կազմի մի գործընթացի, որը դեմ կլինի Ռուսաստանի Դաշնության ազգային եւ պետական շահերին։ Հավատացեք, շատ չափազանց կարեւոր հարց է։ Եվ այն կարևոր է հետեւյալ նաեւ համատեքստում, ինչի ականատեսը եղանք 3։ Նիկոլ Փաշինյանի, ինչպես քարոզչությունը փորձում է համոզել, լավ ընկերը, հայալեզու Twitter-յան գրառումների սիրահարը, հայ ժողովրդի մեծ բարեկամը, Արցախի ժողովրդի մեծ բարեկամը Էմանուել Մակրոնը ուղերձով հանդես եկավ, դիմեց Ֆրանսիայի քաղաքացիներին, մի կողմից նա փորձում էր համոզել Ֆրանսիայի ժողովրդին, որ արկա է ռուսական սպառնալիք եւ ամեն ինչ պետք է անել, Փարիզը ամեն ինչ պետք է անի, որ դիմագրավի այդ ռուսական սպառնալիքին։ Մյուս կողմից էլ նա ասում էր, որ Փարիզը շարունակելու է աջակցել Կիևին ուղիղ այնքան ժամանակ, ինչքան դա անհրաժեշտ է լինելու։ Եվ այստեղ է, որ իսկապես տրամաբանական հարց է առաջանում։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը ում է սատարելու։ Սա չափազանց կարևոր է հաշվի առնելով հետեւյալը։ Ամենայն հավանականությամբ այս հայտարարությունը, այս ռազմատենչ հայտարարությունը, դա պարզապես ծխածածկույթ է։
Էմանուել Մակրոնին անհրաժեշտ են անվտանգային երաշխիքներ Ֆրանսիայի համար, հատկապես հաշվի առնելով վերջին նորությունները, հարգելի հեռուստադիտողներ, ընդամենը րոպեներ առաջ, եթեր մտնելուց րոպեներ առաջ, երբ որ թերթում էի մամուլը, տեսա հետևյալը, որ ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ամերիկայի գործող նախագահ Դոնալդ Տրամպը կարող է վերանայել Միացյալ Նահանգների մասնակցության ձևաչափը ՆԱՏՕ-ին։ Այսինքն կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ որ Ամերիկան դեռ լինի ՆԱՏՕ-ի անդամ, բայց եթե ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկը անվտանգության առումով խնդիրներ ունենա, Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն սատարի, չեն գա եւ չեն օգնի այդ պետությանը։ Այստեղ մենք կարող ենք պարզապես հետևյալ վարկածը առաջ քաշել, որ մի կողմից հայտարարություններ են արվելու Մակրոնի կողմից, որ իրենք սատարելու են Ուկրաինային մինչև վերջ, մյուս կողմից իրենք իրական բանակցություններ վարելու են ամերիկացիների հետ անվտանգային երաշխիքների մասով։ Սա, եթե անկեղծ լինենք, չափազանց պրիմիտիվ մոտեցում է, բայց սա քաղաքականություն է, բայց արձանագրենք նաև հետևյալը, որ միջև Մակրոնի հայտարարությունը եւս մի շարք քայլեր եղել են նույն ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, որոնք պրիմիտիվ հաշվարկ էին, որոնք ծխածածկույթ էին, բայց Նիկոլ Փաշինյանը այդ ամեն ինչը չէր հասկանում, այստեղ է որ նաև հարց է առաջանում, իսկ միգուցե այս պարագայում էլ Փաշինյանը չհասկանա ինչ է կատարում եւ դրանից ելնելով էլ սխալ ճամբարի մաս լինի։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ սխալ ճամբար ընտրի, այստեղ արդեն ոչ ոք չի կարող տալ երաշխիքները անվտանգության առումով ոչ Հայաստանի Հանրապետությանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ գիտեք ինչու ենք խոսում Նիկոլ Փաշինյանի անվտանգային երաշխիքների մասին։ Ընդամենը օրեր առաջ Դոնալդ Տրամպի կարևորագույն թիմակիցներից մեկը, Իլոն Մասկը, հետևյալ առաջարկով հանդես եկավ Վլադիմիր Զելենսկուն, նա ասաց, որ նա համաներման շրջանակներում պետք է լքի Ուկրաինան, պետք է հնարավորություն ստանա ապրել ինչ-որ մի նեյտրալ երկրում եւ թոշակ ստանա։ Եթե Նիկոլ Փաշինյանը սխալ աշխարհակաղակական ճամբարում հայտնվի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իր համար էլ առանձին Իլոն Մասկ կհայտնվի։ Մտածեք այդ մասին։